խոսեցին շենքերի նորմատիվներից, բայց ասես արտաքին տեսքի մասին բաց մնաց եւ վերջին 10 տարիներին ասես աղավաղվել կամ դեմքը փոխվել է Երևանի։ Այս ուղղությամբ քաղաքաշինության կոմիտեն ինչ պետք է անի, որ ինչ տրամաբանությամբ պետք է կառուցապատումը իրականացվի, որպեսզի գոնե ինչ-որ չափով միասնական դեմք լինի։ Տեսեք, կառուցապատման չափորոշիչները սահմանվում են տվյալ համայնքի գլխավոր հատակագծով, գոտևորման նախագծով եւ շինարարական նորմերով։ Այս 3 փաստաթուղթն է, որը փոխ լրացնելով միմյանց ըստ էության սահմանում են կառուցապատման հնարավորությունները, տարածական աշխարհագրությունը, հարկայնությունը ուղղահայաց հարթության մեջ, խտությունը, նրանց օրինակ գիտեմ ֆասադներին վերաբերվող պահանջներ եւ այսպես շարունակ։ Հիմա ես քիչ առաջ խոսեցի թվայնացման մասին, բայց մինչև թվայնացման արդյունքը ներկայացնելը, ասեմ, որ մեր դիտարկումներով վերջի տարիներին ճարտարապետությունը շենքերի ավելի գեղեցիկ է դառնում եւ դա միգուցե տնտեսական խթանիչով է պայմանավորված, որտեղ եթե վերցնենք այսօր վիճակագրությունը բնակարանների նորակառույց շենքերում բնակարանների վաճառքի վիճակագրությունը եթե վերցնենք, ապա կտեսնենք, որ գեղեցիկ ճարտարապետությամբ ֆասադներով, լավ լուծումներով վաճառքները ավելի մեծ դինամիկա են, հենց այսօրվա մասին եմ ասում, չնայած թանկ լինելու պարագայում ավելի մեծ քանակով է վաճառվում, քան ստանդարտ լուծումներով շենքերում ճարտարապետությամբ շենքերում վաճառքները։ Այսինքն մի կողմից այդ մեր քաղաքացիները նախընտրում են արդեն ձեռք բերել շատ լավ կառուցված, ֆունկցիոնալ առումով, ճարտարապետական առումով շենքեր, քան այն ստանդարտ ճարտարապետության շենքերում։ Սա կստիպի նաև կառուցապատողներին, սա կստիպի նաև նախագծողներին այդ ուղղությամբ իրենց ջանքերը ավելի մեծացնել եւ ավելի հետաքրքիր ճարտարապետական լուծումներով շենքեր նախագծել եւ կառուցել։ Կարող եմ օրինակներ բերել, բայց այդպիսի օրինակները բազմաթիվ են, հետաքրքիր օրինաչափությամբ, անգամ ամենաթանկ 1 քառակուսի մետրի հաշվարկով, բայց գեղեցիկ ճարտարապետությամբ ու լավ ֆունկցիոնալ լուծումներով շենքերում հիմա վաճառքի դինամիկան աճ է ապրում։ Ի տարբերություն հիմա գամ ձեր հարցին։ Դա ուղղակի վիճակագրություն եւ ասեմ մենք հիմա որ խոսեցի քաղաքաշինական կադաստրի մասին եւ ասացի որ այդ բոլոր չափորոշիչները սահմանվում են օրինակ գոտևորման նախագծով, բայց այստեղ շատ կարեւոր է որ մենք ճարտարապետին չսահմանափակենք նրա ստեղծագործելու հնարավոր դաշտը։ Մենք հիմնական չափորոշիչներն են այս փաստաթղթերով սահմանվում, բայց ճարտարապետները դա էլ է մասնագիտություն, իրենք շատ ստեղծագործ մարդիկ են եւ շատ լավ մասնագիտություն է եւ իրենք պետք է ունենան այն միջակայքը, որտեղ ստեղծագործելու հնարավորություն ունենան։ Հիմա մի օրինակի վրա կուզենամ ցույց տամ, սա օրինակ Բերդ համայնքի գլխավոր հատակագիծն է, գոտևորման նախագիծն է։ Տեսեք, օրինակ թվայնացման արդյունքում ամբողջ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը, բնակավայրերը ունենալու ենք այս վիճակով, եթե որևէ հողամասի վրա մենք կլիկ անենք, Խաչիկ ջան, մի հատ միացրու։ Աջ մասում, եթե դիցուք սա ձեր հողամասն է, դուք մտնում եք գեոպորտալ, երբ որ այս համակարգը արդեն ամբողջությամբ ինտեգրված կլինի, մտնում եք, անցնում եք նույնականացում, բերում է ձեր
գույքերը անշարժ, հողամասի վրա կլիկ եք անում եւ դուք տեսնում եք, թե քաղաքաշինական փաստաթղթերով ինչ հնարավորություններ ունեք դուք արդեն իսկ ամրագրված ձեր հողամասի վրա։ Օրինակ կառուցապատման տոկոսը 40%, կանաչապատման նվազագույնը 50%, հարկայնությունը 1-ից 2 վերգետնյա ձեռնարկի հնարավորությամբ։ Տեսեք, օրինակ չափորոշիչներ, շենքի առավելագույն բարձրությունը 9 մետր, հարթ տանիքի դեպքում 10 մետր, նվազագույն բարձրությունը մի հատ տանիքի թեք, տեսեք տանիքի թեքությունը, գործակիցը։ Մենք ստեղ գույներ ենք, չէ՞, ներառում, տանիքին ներկայացվող գույներ, ֆասադներին ներկայացվող նյութեր եւ գույներ։ Այսինքն օրինակ ըստ համայնքների ներկայացվում են տվյալ հատվածում ինչ տեսակի տանիքներ է թույլատրվում եւ ինչ տեսակի գույներ կարող է ընտրել կառուցապատողը։ Ֆասադներում ինչ տեսակի նյութեր է թույլատրվում եւ ինչ գույներ կարող է ընտրել կառուցապատողը։ Եվ այս ամբողջը լինելու է թվային հարթակի մեջ։ Այսինքն որևէ տեղ դիմելու, որևէ մեկից հարցում անելու, որևէ պատասխան ակնկալելու պարտավորություն քաղաքացին չունի, ինքը կմտնի այս հարթակում կնույնականացվի եւ կստանա այդ բոլոր հարցերի պատասխանը իր հողակտորին վերաբերվող։ Սա ոչ մենակ քաղաքացու, այլ նաեւ գնորդի տեսանկյունից, եթե գնորդը ցանկանում է ձեռք բերել որևէ հողակտոր, նա կարող է մտնել այս հարթակ, տեսնել, թե այդ հողակտորը, որը ցանկանում է ձեռք բերել, ինչ սահմանափակումներ եւ ինչ հնարավորություններ է ընձեռնում հենց կոնկրետ այդ հողակտորը, որը արդեն իսկ ամրագրված է եւ որևէ մեկի որոշումից կախված չէ։ Պարոն Վարդանյան, խոսեցիք վարկանիշային աղյուսակի ներդրման մասին, ես ցանկանում եմ իմանալ վարկանիշային աղյուսակը ներդրվել է նաև այսպես ստացվելու է, որ հաշվի պետք է առնվի կառուցապատողի կամ կազմակերպության նախկինում թույլ տված սխալները ևս, թե ոչ։ Այսինքն վարկանիշային աղյուսակը ձևավորվելու է եւ նկատի ունենալու է նրանց թույլ տված նախկին սխալները, հետագայի մասին։ Շնորհակալություն, վարկանիշավորումը ձևավորվելու է ինքնաշխատ եղանակով եւ նրանց կազմակերպությունների եւ բաց թողումները եւ ժամանակին պատշաճ որակով կատարումը անդրադառնալու է իրենց վարկանիշի վրա։ Օրինակ, եթե տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել նախորդ տարի եւ որևէ X կազմակերպության վրա արձանագրություն է կազմվել խախտումների հետ կապված, դա իր վարկանիշից միավորներ է հանելու։ Եվ սա ինքնաշխատ եղանակով գալու է բանաձևի մեջ պլյուս մինուսով վերջնական վարկանիշ է ձևավորել։ Եթե նա ժամկետին պետքա հանձներ որևէ կառույց ավարտել եւ շահագործման հանձներ, իսկ դա փաստագրվում է համապատասխան թվային հարթակում։ Եթե օրինակ ունի 6 ամս ուշացում, դա բացական անդրադառնալու է իր վարկանիշի վրա եւ իր վարկանիշից միավորներ է հանելու։ Եթե նա ժամկետին ավարտել է նախորդող ժամանակահատվածում, եթե նա ժամկետին ավարտել է շինարարությունը եւ որևէ տույժ ու տուգանք չի կիրառվել իր նկատմամբ, նա բերելու է դրական, գումարվելու է վարկանիշի վրա։ Եվ այս բանաձևը կարգի մեջ նկարագրված է, իսկ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված են այն չափորոշիչները եւ միավորները, ամեն ինչը շատ հստակ է, յուրաքանչյուր բաց թողման համար քանի միավոր է դուրս գալիս վարկանիշից եւ յուրաքանչյուր պատշաճ կատարման համար քանի միավոր է գումարվում իր վարկանիշի վրա։ Այդ բոլորը բանաձևը, չափորոշիչները բոլորը հստակ նկարագրված են, մենք փորձել ենք այնպես անենք, որ մարդկային գործոնը հասցնենք նվազագույնի գրեթե բացառելով բոլոր այն շտեմարանները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում գործող, օրինակ ՊԵԿ-ից ստանալու ենք տվյալ կազմակերպության ժամանակին պատշաճ հարկային պարտավորությունների կատարումը։
Եթե նա կատարել է, ինքնաշխատ այս երկու համակարգերը ինտեգրվելու են իրար եւ ստուգումը իրականացվելու, բոլոր կազմակերպությունների վարկանիշավորումը իրականացվելու է, թարմացվելու է 3 ամիսը մեկ անգամ, նրանք հաշվետվություններ են ներկայացնելու եւ 3 ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր շինարարության ոլորտում ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունները վարկանիշավորվելու են։ Մենք նախորդող 3 տարին ենք, չէ՞, նայելու։ Եթե այս տարի ենք վարկանիշավորում, մենք նայելու ենք նախորդ 3 տարվա ընթացքում այս գործողությունները եւ դրա հիման վրա է վարկանիշավորվելու։ Մենք նորմով սահմանել ենք մայիսի 1, որը կիրառության մեջ է մտնում։ Մայիսի 1։ Մենք բավարար ժամկետ ենք տվել կառուցապատողներին, որպեսզի դա 4 ամիսն է, որը գալիս է մայիսի 1, որպեսզի կառուցապատողները պատշաճ ժամանակ ունենան իրենց շին հրապարակները վերակահավորեն կամ վերակազմակերպեն, բոլոր սեփականատերերը, կառուցապատողները կամ շինարարները իրականացնելու են այդ կահավորման աշխատանքները։ Հիմնականում դա մեծ գումարի հետ չի կապված, օրինակ այն ճանապարհները, որոնցով շին հրապարակում երթևեկում են տրանսպորտային միջոցները, շինարարությունը սպասարկելու համար, դրանք պետք է բետոնապատվեն, դա մեծ ծավալի աշխատանք չի։ Այն հարթակները, որտեղ հողային մակերես ունեն, պետք է ինչ-որ շերտով, որը նշված է նորմի մեջ, պետք է խճապատվեն, որ քամիների ժամանակ այդ հողային մակերեսից փոշին դուրս չգա։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ հողային աշխատանքների իրականացման ժամանակ, այսինքն երբ որ փոսորակներ են քանդում եւ տենց հողային աշխատանքներ են իրականացնում, այդ պարագծով տեղադրված լինեն ուրեմն ջրային մառախուղ առաջացնող այդ համապատասխան սարքավորումները, որպեսզի փոշու արտանետումները դեպի մթնոլորտ նվազեցվի։ Կարծում եմ կառուցապատողները կարող են դա վերցնել եւ վարձակալությամբ ժամանակավոր օգտագործման եւ ձեռք բերել են իրենց համար բոլոր օբյեկտներում օգտագործել ըստ անհրաժեշտության եւ այսպես բոլոր փուլերում շինարարության բոլոր փուլերի համար նկարագրված են այն գործողությունները, որը կառուցապատողը պետք է իրականացնի։ Բնականաբար պետական ծրագրերի դեպքում կիրականացվի պետական միջոցներով, մասնավոր ծրագրերի դեպքում կիրականացվի մասնավոր միջոցներով։ Նաև մենք պարտադիր պահանջ ենք սահմանել, որ շին հրապարակները կահավորված լինեն այդ համապատասխան սարքավորումներով, որոնք վերլուծելու են եւ տալու են գնահատական օդի աղտոտվածության մակարդակի հետ կապված։ Արմենոսյանցի ռեստորատորություն բան Վարդանյան որպես շահնակություն կոլեգայիս հարցին նոր նորմերով նախատեսվում է խստացնել պատժամիջոցներ այն կառուցապատողների հանդեպ, որոնք կամ խախտելու են, կամ ընդհանրապես չեն կիրառելու նամերը։ Ոչ մենակ չափը ֆինանսական նկատի ունեմ, այլ նաև ընդհանուր մենք պլանավորում ենք այդ տվյալ շինարարական կազմակերպություններին, եթե տեսչական մարմինները գնան արձանագրեն եւ պարզվի, որ չեն պահպանվում, ընդհանուր կարող են այդ շինարարական կազմակերպությունները զրկվել լիցենզիայից կամ նրանց լիցենզիան կասեցվի։ Վարչապետի որոշմամբ ստեղծեցին երկու միջկերատեսական հանձնաժողովներ, որոնք պետք է զբաղվեին օդի աղտոտվածության եւ նաեւ խեցանումների հարցերով։
ենթադրում է նաև քաղաքացիական կոմիտեներ այդ աշխատանքների մեջ է ինչ առաջարկներ եք արել եք դուք բացեն որ ասեցիք նոր աղտոտվածության մասով շինարարապարակների կապահանջն է ինչ առաջարկներով է հանդես եկել որն է քաղաքաշինության կոմիտեի դիրքորոշումը նաև խցանումների դեմ պայքարի հարցում եւ երկրորդը տեսեք չնայելով պաշտոնական վիճակագրությունը անձերն աչքով մենք տեսնում ենք ինչքան արագ է մեր մոտ այդ շինարարությունը զարգանում ինչ չափեր է ստացել բայց նույն ժամանակ մենք բարբերաբար բողոքներ ենք լսում այդ թաղամասներից, մասնավորապես Դավիթաշենի բնակիչները անընդհատ բողոքում են, որ ջուր չունեն, ջուրը կտրվել, ջուրը որը եղավ մի ժամ։ Մեր ներկա ենթակառուցվածքների վիճակով, ջուրը, լույսը, գազը, այդ շինարարության մասշտաբները որքանով են արդարացված, որքանով են համապատասխան գոյություն ունեցող քաղաքաշինական նորմերին, ո՞րն է ձեր դիրքորոշումը։ Պետք է որ քաղաքը այդպես արագ աճի, քանի դեռ վերահսկողի չեն հասնում ենթակառուցվածքները։ Ես եմ շնորհակալ, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Տեսեք, այդ հարցը մենք տարբեր տեսանկյուններից պետք է նայենք։ Եթե մենք նայենք սեյսմիկ անվտանգության տեսանկյունից, ապա մեր բնակֆոնդի շուրջ 70-80%-ը կառուցվել է մինչև 1980 թիվը։ Բազմաբնակարան շենքերի մասին եմ, դուք գիտեք, որ կամ եթե չգիտեք տեղեկացնեմ, որ 2096 թվին առաջին անգամ եւ 2020 թվին երկրորդ անգամ բարբերաբար խստացրել ենք մեր երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերի պահանջները, այսինքն ավելի խիստ պահանջ ենք դրել։ Հիմա այսօրվա ձեր նշած տեմպերը, եթե մենք բերենք վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունում այս մեծ տեմպերի ու ծավալների պարագայում անգամ կառուցվում է մեր ունեցած բնակֆոնդի ընդամենը 2%-ի չափով։ Այսինքն ամեն տարի շահագործման հանձնվող շենքերի վիճակագրությունը, եթե մենք համադրենք գոյություն ունեցող ֆոնդի հետ, ընդամենը դա կազմում է 2%-ը։ Լսեք, քանի տարի մենք այս տեմպերով պետքա կառուցապատում իրականացնենք, որ գանք մի մակարդակի, որը գոնե 50-60%-ը մեր բնակֆոնդի կլինի այսօրվա սեյսմիկ պահանջներին համապատասխանող մակարդակի վրա։ Եթե նայում ենք սեյսմիկ անվտանգության տեսանկյունից, հետևաբար այս տեսանկյունից նայելով իմ կարծիքը նա է եւ մեր կարծիքը նա է, որ պետքա շարունակել եւ խթանել շինարարությունը բնակֆոնդի թարմացման համար։ Ենթակառուցվածքների մասով երևի տկեն նախարարության մեր գործընկերները ավելի մանրամասը պատասխանեն, բայց ես գիտեմ, որ պլանավորված է բազմամիլիարդանոց ներդրումներ այս ենթակառուցվածքների շինարարության վրա։ Օրինակ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի վրա, հիմա թիվ չհնչեցնեմ, բայց մի քանի միլիարդների մասին է խոսքը, որ արդեն իսկ պլանավորված է եւ հիմա նախագծման աշխատանքներն են իրականում եւ պետական եւ մասնավոր։ Կան նաեւ թաղամասային կառուցապատում իրականացնող կառուցապատողներ, որ այդ ենթակառուցվածքներն են իրենք իրականացնում։ Հետևաբար այս մեծ նկարի մեջ նայելով, այո, զուգահեռ պետքա զարգանա, բայց մեր գլխավոր նպատակը պետքա լինի, որ մենք տարիներ կամ տասնամյակներ հետո հասնենք այն մակարդակի, որ մեր բնակարանային ֆոնդի գոնե մեծ մասը համապատասխանի սեյսմիկ այսօրվա պահանջներին։ Զուգահեռ զարգացնելով նաև այդ գծային ենթակառուցվածքները բնականաբար, որը անհրաժեշտ է պատշաճ որակով շահագործում այդ շենքերի ապահովելու համար։ Բայց որպես հեռանկար ես ուզում եմ ձեր հետ կիսվել նաև մեր պատկերացումներով, որ գալու ենք մի փուլի, որը ենթադրում է ռենովացիոն ծրագրերի իրականացում։ Այսինքն հին շենքի քանդում, ապա մոնտաժում եւ դրա փոխարեն նոր շենքի կառուցում։ Կամ թաղամասային կառուցապատման մեջ
այդ շենքերի քանդում եւ այսինքն թարմացմանն ենք մենք գնալու, մենք գալու ենք մի կետի եւ հիմա քաղաքաշինության կոմիտեն մենք մշակում ենք ռենովացիայի ծրագրեր, տարբեր մոդելներ ենք քննարկում, որպեսզի գտնենք այն ամենալավագույն մոդելը, որը կիրառելի է այսօրվա մեր հնարավորություններով եւ այսօրվա շուկայի պահանջներին համապատասխան։ Դուք ճիշտ եք ասում, քաղաքաշինության կոմիտեն եւս այդ միջգերատեսչական հանձնաժողովների երկու հանձնաժողովների կազմումներ արված է։ Մենք ի թիվս այլ մեր գործընկեր կազմակերպությունների ներկայացրել ենք առաջարկների մոտավորապես քաղաքաշինության կոմիտեն 20 առաջարկ է ներկայացրել երկու ուղղությամբ եւ խցանումների նվազեցման, երթևեկության կազմակերպման խնդրի լուծման եւ օդի աղտոտվածության նվազեցման միջոցառումների ուղղությամբ, բայց առանցքայինը այս նորմի հաստատումներ, որը մենք իրականացրել ենք, ես ընդամենը մի քանի կետ նշեցի, այդ նորմը, եթե չեմ սխալվում, մոտավորապես մի 40-50 էջանոց նորմ է, որտեղ նկարագրված են բազմաթիվ այլ միջոցառումներ։ Երևան քաղաքի խցանումների հետ կապված նույնպես ներկայացրել ենք առաջարկություններ։ Այդ առաջարկությունները հիմա մշակման եւ քննարկման փուլում է, բայց քանի որ միջգերատեսչական հանձնաժողովում դեռ չեն քննարկվել եւ որոշում չկա, այս պահին ձեռնպատը մնան բարձրաձայնելուց, բայց բոլոր մարմինները, այդ թվում եւ քաղաքաշինության կոմիտեն, այսպես ասեմ, ռադիկալ լուծումներ է առաջարկել, որ հնարավորինս կարողանանք այս խնդիրը լուծենք եւ մեր քաղաքացիներին ապահովենք պատշաճ երթևեկության հնարավորություն։ Մեր մասով էստակադաների կառուցում մենք չենք առաջարկել, մենք ավելի շատ երթևեկության կազմակերպման լոգիստիկայի հետ կապված խնդիրներին ենք անդրադարձել, լավ օրինակ մեկը բարձրաձայնեմ, մենք առաջարկել ենք, որ կենտրոնի պարագծով, կենտրոն մուտքի շրջանակներում նախատեսել ավտոկայանատեղիներ կամ մետրոյի կայարանների հարակից հատվածներում նախատեսել ավտոկայանատեղիներ, որ մարդիկ գան, այդտեղ իրենց մեքենան թողնեն, մետրոյով իրենց ուղևորությունը իրականացնեն, հետո վերադառնան գնան։ Սա բոլորի շահերից է բխում, բայց սա քանի որ ընդամենը առաջարկություն է, ես չեմ ուզում, որ սա որպես այտենց որոշում դիտարկվի, սա ընդամենը այն մի քանի տասնյակ առաջարկներից մեկն է, որը կքննարկվի հանձնաժողովում միջգերատեսչական եւ համապատասխան որոշում կկայացվի։ Ռենովացիայի ծրագրի մասը դուք ասեցիք ենթադրում է հին շենքերի քանդում, նորերի կառուցում։ Հին ասելով ինչ նկատում եք, որովհետև որ թվից է դա հին համարվելու, որ թվի կառուցված շենքերը, մենք գիտենք, որ կենտրոնում ստալիկա կոչվածներ կան, որ 30-ականներին են սարքվել, դրանք քանդման ենթարկա են այդ ռենովացիայի ծրագրի շրջանակներում։ Ռենովացիայի ծրագրի մոդելներն ենք դեռ մենք քննարկում, մշակում ենք։ Այս պահին կարող եմ ասել, որ մենք 5 բանաձև ունենք, որոնք զուգահեռ գոյության իրավունք ունեն եւ առաջիկայում կքննարկենք միջգերատեսչական հանձնաժողովով եւ կորոշենք, բայց առաջնահերթությունը տրվելու է վթարային շենքերին։ Այսինքն 3-րդ եւ 4-րդ աշճանի վնասվածություն ունեցող շենքերին է վերաբերում, առաջնահերթությունը տրվելու է այս եւ հիմա էլ գիտեք, օրինակ Ստեփանավանում պետական ֆինանսավորմամբ կան 24 վթարային շենքեր, որոնք պետական միջոցներով հիմա ապամոնտաժում է դրանց մի մասը, տեղում կառուցում է այսօրվա սեյսմիկ նորմերին համապատասխան շենքեր եւ դրանք տրամադրվելու են քաղաքացիներին։ Օրինակ Սպիտակ համայնքում մենք ունենք այդպիսի մի շենք, որը արդեն իսկ ավարտել ենք դեկտեմբերին ավարտեցինք շինարարությունը եւ առաջիկայում կվերաբնակեցվի 2023 թվին, եթե չեմ սխալվում, ապարանում ունեցանք երկու շահագործման հանձնեցինք երկու շենք,
բնակիչներին վերաբնակեցրեցինք եւ այդ վթարային շենքերը քանդեցինք։ Շարունակաբար process է։ Ստեփանովանը նշեցի, այո։ Ձեր շնորհակալություն։